Երբեք չմեռնես, բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի տողերն են հնչում անգլերենով երիտասարդ լեհ կոմպոզիտորի երաժշտության ներքո։ 13 երկրի 17 հեղինակի է միավորել արդեն 4-րդ անգամ անցկացվող Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը։ Նրանց առաջադրանքը մեկն էր ստեղծել նոր երաժշտություն ներշնչված հայկական պոեզիայից, ներսես շնորհալուց մինչև Հենրիկ Էդոյան։ Այս տարիների ընթացքում արդեն ավելի քան 100 մասնակից ենք ունեցել 25 երկրներից։ Եվ երբ մրցույթը սկսում էինք, մեր հիմնական նպատակը նա էր, որ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան մրցույթ ստեղծեինք, որը մի կողմից կհանրահռչակեր հայ պոեզիան, եւ մյուս կողմից նաև կգնահատեինք մայստրո Մանսուրյանի գործունեությունը։ Եվ 4 տարվա հեռանկարից նայելով արդեն ակնհայտ է, որ մենք ունենք կայացած միջազգային մրցույթ։ Բեմում 6 տարբեր հեղինակային ձեռագրեր են նորարարական վոկալ և մտածողություն։ Կողբ հիմնադրամի կազմակերպած մրցույթի եզրափակչում այս տարի 6 կոմպոզիտորներ են Հայաստանից, Իտալիայից, Հնդկաստանից և Լեհաստանից։ Մրցույթի ժյուրին ևս միջազգային է, աշխարհահռչակ ճապոնացի, ֆրանսիացի, չեխ, բելգիացի և իհարկե հայ երաժիշտներով։ Մրցութային բոլոր գործերը կատարում է Ասոնանս անսամբլը։ Նախքան ժյուրին կընտրի հաղթողներին բեմ է բարձրանում մրցույթի ոգեշնչման ամփոփող աղբյուրը՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանը։ Այս ամբողջովից ես միայն խորհրդանիշ եմ, աննեմս վրան է, այնքանով ինչքանով որ ունեմ այդ անման տակ այս էությունը և այս ճշմարտությունը, բայց ընդհանուր առմամբ մեր խնդիրը թե ում հիմնադրամի թե հապագործակցության եղել է հայ բանաստեղծությունը միջազգային կոմպոզիտորական արվեստի տարածք ուղղելու ջանքը, եռանդը։ Այսօր մեր պահանջն է և ինքներս մեզ վերադարձնել մեր երաժշտության այդ բարձրագույն պոեզիա, Թումանյան, Իսահակյան, Չարեկ, Սերյան։ Տարբեր մայրցամաքներ, տարբեր երաժշտական դպրոցներ, տարբեր մտածողություն։ Միջազգային ժյուրին արդեն ընտրել է հաղթողին։ Էրիկա Մակոբյան, Հայաստան։ Ժամանակակից բանաստեղծուհի Տաթև Չախյանի տողերն ու երիտասարդ կոմպոզիտոր Էրիկա Մարկոսյանի նորարարական երաժշտությունն է դառնում մրցույթի հաղթող։ Ես շատ հուզված եմ, անսպասել էր ինձ համար անկեղծ։ Ուզում եմ կարևոր շնորհակալություն հայտնել հնարավորության համար, որ կարող եք ամեն ինչ զգալ ու մասնակցել այս ուրույնին։ Շնորհակալ։ Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի 3-րդ և 2-րդ մրցանակներին այս տարի արժանանում են եզրափակիչ հասած 2 լեհ հեղինակներ։ Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ կողբ հիմնադրամը չի խախտում ավանդույթը և շնորհում է իր հատուկ մրցանակը։ Այս տարի մրցանակակիրը Իտալիան ներկայացնող Դանիելա Նոչենտինին է։ Տարբեր երկրներից ժամանած կոմպոզիտորներ, որ խոսում են տարբեր լեզուներով, բայց ստեղծագործում մեկ լեզվով՝ երաժշտությամբ։ 4 տարվա ընթացքում այս մրցույթը վերածվել է ոչ միայն մրցակցության, այլև յուրահատուկ հանդիպման վայրի։ Այդ 4 տարի մրցույթի սա արդեն նախագիծ չէ, սա հատապարտություն անգլիարեն, որ արդեն ձևավորել է մեզանում և ոչ միայն մեզանում։ Նմանատիպ մրցույթները և միջոցառումները կարևոր են, քանի որ շատ հաճախ ավելի մեծ շեշտ է դրվում այլ ոլորտների քաղաքականություն, տնտեսություն, մինչդեռ իրականում մշակույթը իր արժեքային հենքով վճռական նշանակություն ունի, և այս մրցույթը մեզ հնարավորություն է տալիս միավորելու մարդկանց, ապահովելու համատեքստ, որի շրջանակներում հաջողություն կարող ենք ունենալ նաև մյուս ոլորտներում։ Ստեղծելով Կոստանդզարյանի անվան գրական, Մարտիրոս Սարյանի անվան նկարչական և իհարկե Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների մրցույթները կողբ հիմնադրամին հաջողվել է ստեղծել մի յուրօրինակ էկո համակարգ, որի առանցքում հայկական մշակույթն է։
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների 4-րդ մրցույթն էլ արդեն հայտնվում է Կողբի հարուստ արխիվում, իսկ առջևում 5-րդ մրցութային տարին է, որի առանցքում կրկին հայոց լեզուն է ու հայ կոմպոզիտորական դպրոցի զարգացումը։